եւ նման հնարավորության համար իհարկե պատիվ ու պարտավորեցնող է այստեղ ըստ էության հանդես գալ Բագրատ Սրբազանի պաշտպանի դիրքերից, նաև այս առիթը օգտագործելով ողջունել Բագրատ Սրբազանի անունից, զգացված լինել այս մեծ պատվի համար, հենց նվիրված լինելու Բագրատ Սրբազանի այս աշխատությունը։ Ու Սրբազանն ասում էր, որ հաջորդիվ կհանդիպենք ազատագրված Հայաստանում, նաև շարունակելով այս օրվա խորհուրդը։ Բագրատ Սրբազանի գործը, թեև իմ մասնագիտական փորձառությունը Հայաստանում ամենամեծը չէ, ավելի մեծ փորձառության փաստաբաններ ունենք, բայց վստահաբար քննարկումների արդյունքում կարող եմ ասել, որ իր բնույթով ամենահայտարակ գործն է։ Այսինքն մենք տեսել ենք իրավիճակներ, մենք տեսել ենք Միքայել Սրբազանի գործը, երբ հասկանում ենք իհարկե անհեթեթությունը ասված խոսքի եւ դրա մեկնաբանության, բայց ըստ էության խոսքի բովանդակությունից ոչինչ չի խեղաթյուրվում, ինչ կա, խոսքը այդպես էլ մեկնաբանվում է։ Բայց Բագրատ Սրբազանի գործը աննախադեպ է մի քանի հարթության մեջ։ Ամենաառաջինը իհարկե ներգրավող անձանց քանակն է, 18 հոգի։ Մենք փորձում ենք տրամաբանություն գտնել, թե ինչու այդքան մարդ, ինչու, չգիտեմ, Արթուր Սարգսյանի վարորդը ինչու է այդտեղ ներգրաված, կամ առհասարակ Սրբազան շարժման հետ կապ չունեցող Վահագն Չախալյանը ինչու է ներգրաված, մամուլի պատասխանատու Լիդիա Մանթաշյանը ինչու է ներգրաված, ու հասկանում ենք, որ ինքը ամենաներառական քաղաքական ծաղկաքաղն է այս գործով, ցույց տալու իշխանությունների մտադրությունը, որ որևէ մտածածին այլևս կարմիր գիծ արկա չէ, եթե իրենք նպատակ ունեն լրացնելու որևէ քաղաքական ուժ, այսինքն այնտեղ կարող են ներառել եւ շատ հետաքրքիր, այսինքն տրամաբանություն կա, ինքը ներառականությունն է ցույց տալիս։ Մենք ունենք այնտեղ զոհվածի հայր, ունենք Արցախի պատգամավոր, ունենք Հայաստանի Հանրապետության պատգամավոր, ունենք պատգամավորի վարորդ, ունենք կին, այսինքն միայն սպյոկից չունենք պատգամավոր ներկայացուցիչ։ Ինձ թվում է կունենայինք այսքան մեծ ծավալով, այսինքն այս բաններ։ Երկրորդ հարթությունը այդքան լուրջ մեղադրանքի քաղաքականացումներ եւ անլրջացումներ։ Երկու ծանրագույն հանցագործություններ են մեղսագրվում, ահաբեկչության նախապատրաստություն եւ իշխանության զավթում, չեմ ուզում այստեղ շատ ծանրաբեռնեմ իրավաբանական տերմինաբանությամբ, ինչու չէին կարող դրանք մեղսագրվել եւ այլն։ Ուզում եմ ասեմ, որ նաեւ այս առաջի անգամ եմ հանրային կերպով ասում, մենք նաեւ դիմել ենք ՄԱԿ-ի ահաբեկչության դեմ պայքարի եւ մարդու իրավունքների հարցով հատուկ զեկուցողին այս հարցով, խնդրելով պարզաբանել, ներկայացնելով ձեռքի տակ եղած ամբողջ տեղեկատվությունը, փորձելու գնահատական տալ, թե ինչքանով է առհասարակ այս խեղկատակությունը կամ այս ապացուցողական զանգվածով փաստերի հավաքագրումը մոտ նույնիսկ ահաբեկչության միջազգայինորեն ընդունված չափանիշների։ Այսինքն, այս պայքարը ես մեկ անգամ չէ, որ նշել եմ, անլրջացնում առհասարակ տերորիզմի դեմ պայքարի ամբողջ տրամաբանությունը, որովհետև արդեն գալիս ենք երրորդ հարթությունը, ինչ ունենք մենք, մեկ տարվա ընթացքում խաղաղ ցույցերի պլանավորման և կենցաղային խոսակցություններ և կենցաղային առարկաներ, որոնք ներկայացված են իբրև իշխանությունը կազմալուծելու համար պիտանի գործիքներ։ Այդ առարկաներն են ըստ մեր դատախազության հազարավոր հրավտանգ միջոցները, դրանք նույն այդ ծխարցակ վայրներն են, նոր տարվա ճայթրուկները եւ այդպես էլ երբևէ չհայտնաբերված աստղիկները։ Սա գործի էության մասին, որի արդյունքում մենք ամիսներ շարունակ ունեցել ենք 18 անձանց բացարձակ շուտ կես տարի մեծամասնությունը եղել է կալանքի տակ, հիմա կալանավորված է միայն Բագրատ Սրբազանը, տնային կալանքի տակ են գտնվում Իգոր Սարգսյանը, Արթուր Սարգսյանը, ազգային ժողովի պատգամավոր Վահագն Չախալյանը եւ Կարո Օկումուշյանը,
ինչպես նշեցի, Արթուր Սարգսյանի վարորդը։ Մնացածը գտնվում են ավելի մեղմ վարչական հսկողության եւ այլ ընթացքում։ Այժմ գտնվում ենք բացման խոսքի շրջանակներում, այսինքն նախնական դատալսումներն ավարտված են եւ հաջորդիվ, այսինքն երբ կավարտվեն պաշտպանների բացման խոսքերը, կսկսենք մի ոչ այդքան դիտարժան process, բայց եթե հետևողական լինի հանրությունը լրագրողները, մենք բոլորս կտեսնենք, որ այստեղ հետազոտվելու են այդ խոսակցությունները, որտեղ առհասարակ ահաբեկչության պլանավորման մասին խոսք չկա, այդտեղ վկաները, ցույցերի մասնակիցները եւ այլն, ու հանրության համար պարզ կլինի, բայց դա նպատակը քաղաքական իմաստով հասկանում ենք որն է, պարզապես մեկուսացնել քաղաքական էական դերակատարներին այս ամբողջ գործընթացից։ Շնորհակալություն Տաթև, ես խնդրում եմ փոխանցել հնարավորինս մանրամասն մեր այսօր